Ողջույն բոլորին ընկերներ եւ բարի գալուստ իմ հերթական Primavera P6 դասընթացին եւ այս դասի ընթացքում մենք կսովորենք թե ինչպես ստեղծել ռեսուրսներ եւ ինչ տեսակի ռեսուրսներ գոյություն ունեն։ Ռեսուրսներ բաժինը կամ բազան բացելու համար կա երկու տարբերակ։ Կամ դուք օգտագործում եք Enterprise եւ բաց եք անում ռեսուրսները այստեղից, կամ ձախ հատվածի գործիքակազմից գնում եք ռեսուրսներ եւ սխմում եք այս մարդուկի վրա։ Սխմելով դուք կստանաք այսպես ինչ-որ մի հատ տեսք կամ կհայտնվեք այսպես ինչ-որ տեսքում կամ բաժնում, որը կոչվում է Resources, եւ այստեղ մենք կարողանանք ստեղծել մեր նախագծի համար նախատեսված ռեսուրսները։ Հիմա ռեսուրսը ստեղծելու համար անում ենք աջ կլիկ եւ անում ենք Add։ Երբ որ դուք ստանաք այս պատուհանը, սա նշանակում է, որ որպիսի P6-ը թույլ տա ձեզ ստեղծել նոր ռեսուրս, դուք նախ եւ առաջ պետք է տեսնեք բոլոր այն ռեսուրսները, որը գոյություն ունեն ձեր դատաբազայում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ռեսուրսները P6-ում դա global data-ի տեսակներ են։ Այսինքն, այն ռեսուրսը, որը դուք կստեղծեք կոնկրետ այս նախագծում, հնարավոր կլինի օգտագործել ուրիշ նախագծերում էլ, ուրիշ պորտֆոլիոներում էլ։ Դրա համար ձեր ռեսուրսները միշտ համարվում են global data-ներ կամ global ռեսուրսներ, քանի որ նրանք կարող են օգտագործվել տարբեր նախագծերում եւ տարբեր պորտֆոլիոներում։ Հիմա սխմում ենք OK եւ այդ դեպքում P6-ը մեզ ցույց կտա բոլոր այն ռեսուրսները, որը գոյություն ունեն մեր դատաբազայում։ Հիմա փակենք այս բոլոր ռեսուրսները այստեղից, այսպես, եւ սովորենք թե ինչպես կարելի է ստեղծել նորը։ Դրա համար նորից անում ենք աջ կլիկ, անում ենք Add եւ տեսեք մենք ունենք նոր ռեսուրս, որը ստեղծվեց, որը դեռ չունի ID կամ անուն, բայց ինքը արդեն գտնվում է այս IT ռեսուրսի տակ։ Դրա համար մենք օգտագործելով այս սլակները աջ կողմից կարող ենք նրան տեղաշարժել դեպի ձախ, հանելով նրան այս IT բաժնից եւ ունենալով սա որպես առանձին ռեսուրս հենց մեր նախագծի համար։ Հիմա դուք կարող եք նկատել, որ չկան այստեղ ինչ-որ կոնկրետ խմբավորումներ կամ գործիքներ խմբավորումների համար, այլ ռեսուրսները օգտագործում են հենց ռեսուրսը ինքը իրենով, որպես ծնող ռեսուրս, որպեսզի նրա մեջ կամ նրա տակ արդեն լինեն մնացած այն բոլոր ռեսուրսները, որոնք դուք ստեղծելու եք։ Հիմա այս դեպքում տեսեք, այստեղ կա ռեսուրս, որը կոչվում է IT, որը labor տեսակի ռեսուրս է, բայց իրականում այս ռեսուրսը դուք չեք օգտագործի ձեր նախագծում։ Դուք սա կօգտագործեք որպես խմբավորման ինչ-որ մի տեսակ, որպեսզի հետո արդեն ունենաք ձեր ռեսուրսները։ Եվ նույն ձև հիմա մենք այս ռեսուրսը, որը ստեղծեցինք, մենք օգտագործելու ենք սա որպես ծնող ռեսուրս կամ հիմնական ռեսուրս, եւ դրա մեջ արդեն մենք կստեղծենք մեր նախագծի համար նախատեսված ռեսուրսները։ Հիմա դրա համար փոխում ենք նրա resource ID-ն, դնում ենք նրան օրինակ factory։ Սա կարող է լինել նաև ձեր կազմակերպության կամ շինարարության անունը, եւ նույնը կարող ենք տալ հենց այստեղ անունը։ Մենք կարող ենք սա նորից գրել factory։ Եվ սա կլինի մեր հիմնական այդ խմբավորման ռեսուրսը։ Միշտ հիշեք, որ նախագծերի ID-ների նման, առաջադրանքների ID-ների նման դուք չեք կարող ունենալ կրկնվող ռեսուրսի ID-ներ։ Եթե ես հիմա փորձեմ նորից ստեղծել մի հատ էլ ռեսուրս եւ նրա ID-ին փորձեմ գրեմ factory, P6-ը ինձ դա թույլ չի տա։ Իսկ այլ անունները կարող են լինել կրկնվող։ Հիմա նորից անում ենք աջ կլիկ, անում ենք Add, տեսեք, հիմա արդեն մենք ունենք ռեսուրսը ստեղծված factory ներսում, կարող ենք ID-ին թողնել հենց այնպես ինչպես ինքը կա, R3 կամ դուք կարող եք նրան տալ ինչ-որ ID, իսկ անունը կարող ենք գրել օրինակ carpenter կամ ինչ ուրիշ անուն, որ դուք ցանկանում եք։ Այսպես։ Հիմա մենք հասկացանք, թե ինչպես է աշխատում ID-ն, ինչպես է աշխատում անունը, երրորդը դա resource type-ը, դա ձեր ռեսուրսի տեսակն է։ P6-ում գոյություն ունի 3 ռեսուրսի տեսակ. labor, որը ձեր մարդ ռեսուրսի տեսակն է, material, որը նյութ է, եւ non-labor-ը դա սարքավորում է կամ ինչ-որ մեքենա, որ դուք օգտագործում եք շինհրապարակում։ Labor-ն ու non-labor-ը աշխատում են շատ նման մեկը մյուսին, իսկ material-ը որոշ չափով տարբերվում է այս երկուսից։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է ընդհանուր աշխատում labor-ը, հետո արդեն կվերադառնանք մյուս երկուսին։ Հիմա նշանակեցինք labor, մյուս սյունակը, որ մենք ունենք, կոչվում է unit of measure, սա չափման միավոր է,
Այս չափման միավորը հիմնականում օգտագործվում է միայն նյութերի համար։ Օրինակ, եթե դուք ունեք ինչ-որ նյութ, որը չափվում է մետրերով, դուք դնում եք դրա չափման միավորը մետր։ Եթե ինչ-որ կա, որ ծավալով է հաշվվում, դուք դնում եք նրա չափման միավորը որպես ծավալ։ Հաջորդ սյունակը primary role, որը շատ նման է responsible manager ֆունկցիային, որը ունեինք EPC-ների կամ պորտֆոլիոների համար։ Այսինքն սա ֆունկցիոնալ առումով ոչ մի հաշվարկային գործողություն չի կատարում, բայց օգնում է ձեզ խմբավորել ձեր ռեսուրսները։ Օրինակ այս դեպքում տեսեք, այս IT-ի ներսում ոչ թե ռեսուրսները ստեղծված են աշխատանքի տեսակով, այլ կոնկրետ մարդկանցով։ Այսինքն դուք կարող եք տեսնել մարդկանց անունները այստեղ։ Եթե դուք անում եք այսպիսի ինչ-որ նախագծում, հետևաբար ամեն մարդու համար դուք նաև պետք է նշանակեք նրա role-ը կամ նրա պաշտոնը կամ նրա դերը ձեր կազմակերպության մեջ։ Հիմա այս դեպքում տեսեք, մենք ունենք developer, որը նշանակում է ծրագրավորող, quality assurance կամ enterprise architect, ճարտարապետ, նույնը դուք կարող եք անել ձեր ռեսուրսների համար, բայց հիշեք, սրանք ֆունկցիոնալ կամ հաշվարկային առումով ոչ մի ազդեցություն չունեն։ Եվ վերջինը այս ցանկում կոչվում է default unit time։ Այս default unit time-ին մենք կծանոթանանք ավելի շատ, երբ որ մենք սկսենք նշանակել մեր ռեսուրսները մեր առաջադրանքներին, բայց որպես սկզբնական ինչ-որ ինֆորմացիա, default unit time-ը դա այն ռեսուրսի քանակն է, որը ավտոմատ ինքն իրեն կնշանակվի առաջադրանքին, հենց որ դուք այս ռեսուրսը նշանակեք ինչ-որ տրված առաջադրանքի։ Ինչ է դա նշանակում, կամ ինչ է նշանակում այս տերմինոլոգիան, default unit time։ Unit-ը դա կարող է լինել ցանկացած չափման միավոր, time-ը բնականաբար մեր ժամանակն է։ Հիմա P6-ում ռեսուրսները եւ նրանց հնարավորությունները կամ ազատ լինելը կամ զբաղված լինելը միշտ չափվում է ժամանակով։ Հիմա այս դեպքում, երբ որ մեր carpenter-ի կամ ձեր ցանկացած աշխատողի համար ձեր default unit time-ը գրված է 8D, նշանակում է 8 միավոր 1 օրում, սա նշանակում է, որ ձեր ռեսուրսը կարող է աշխատել 8 ժամ 1 օրվա ընթացքում։ Եվ այս չափը բնականաբար կարելի է փոփոխել։ Սա կարող է լինել, օրինակ, տեսեք, այստեղ կա 22, որը նշանակում է նյութերի համար, կարող են լինել ուրիշ տարբեր արժեքներ, բայց այդպես է չափվում ձեր ռեսուրսի աշխատաժամանակը 8 միավոր 1 օրվա ընթացքում։ Կարող եք դուք փոխել, հետո մենք սովորենք ինչպես կարելի է փոփոխել այս միավորների տեսքը, բայց կարող է լինել օրինակ 8 միավոր 1 ժամվա ընթացքում, 8 միավոր 1 շաբաթվա ընթացքում եւ այդպիսի փոփոխություններ։ Բայց սա նորից, հիշեք, սա այն արժեքն է, որը ինքն իրան միանգամից կնշանակվի ձեր առաջադրանքին, հենց որ դուք նշանակեք այս ռեսուրսը ինչ որ առաջադրանքի ձեր նախագծի մեջ։ Դրան մենք սովորենք հաջորդ տեսալովակում, երբ որ մենք խոսենք արդեն հենց նշանակումների մասին։ Բայց կա եւս մեկ շատ կարևոր սյունակ, որը այստեղ տեսանելի չէ, որը մենք պետք է ավելացնենք, դա կոչվում է max unit time, այսինքն մաքսիմում քանակը ռեսուրսների, որ դուք կարող եք ունենալ ձեր շին հրապարակում։ Այդ սյունակը ավելացնելու համար մենք անում ենք աջ կլիկ, գնում ենք columns, գնում ենք customize, դա կբացի այսպիսի պատուհան, customize-ում գնում եք general եւ այստեղ փնտրում եք max unit time։ Շարժում ենք դրան դեպի աջ, իջեցնում ենք դեպի ամենաներքևը, որպեսզի սա լինի default unit time-ից հետո եւ անում ենք OK։ Տեսեք, մենք ունենք երկրորդ սյունակը, որը կոչվում է max unit time, որը նորից նշանակում է ձեր մաքսիմում հնարավորությունը կամ մաքսիմում քանակը ռեսուրսների կամ տրված ռեսուրսի, որը դուք կարող եք ունենալ 1 օրվա ընթացքում։ Հիմա դուք կարող եք տեսնել, որ եթե դուք փորձեք փոփոխել այս արժեքները, default unit time-ը դուք կարող եք փոփոխել միանգամից այստեղից։ Մենք կարող ենք սա նշանակել օրինակ 10։ Իսկ max unit time մենք չենք կարող փոփոխել այստեղից։ Սա ֆիքսված համար է կամ ֆիքսված արժեք է։ Max unit time-ը փոփոխելու համար դուք պետք է ընտրեք ձեր ռեսուրսը եւ այստեղ ներքևը գաք units and prices։ Այստեղ դուք ունեք max unit time եւ այստեղից դուք կարող եք հիմա փոփոխել այս արժեքը դնելով նրան օրինակ 10։ Սա կնշանակի, որ դուք կարող եք օգտագործել այս ռեսուրսի 10 միավոր 1 օրվա ընթացքում, դա մաքսիմումն է, որ դուք կարող եք օգտագործել։
Եվ վերջի սյունակը կամ ինֆորմացիան, որ մենք պետք է նայենք, դա standard rate-ը, որը մենք օգտագործելու ենք արդեն գների կամ աշխատավարձների կամ բյուջեի համար։ Հիմա այս դեպքում դուք կտեսնեք, որ մենք ունենք դոլարի նշանը եւ ունենք Y, որը նշանակում է year, այսինքն այս դեպքում մեր գումարը հաշվարկվելու է տարեկան։ Եթե ձեզ մոտ գրված է H կամ H, դա նշանակում է, որ բյուջեն հաշվարկվում է ժամանակով կամ ժամով։ Հիմա ինչպես կարող ենք սա փոխել, նախ եւ առաջ ընտրում ենք այս factor-ին եւ ուղղակի այստեղ ջնջում ենք եւ գրում ենք H։ Եվ մենք ունենք հիմա hour։ Նույնը անում ենք սրա համար, մենք սա դնում ենք H, եղավ ժամով արդեն, եւ հիմա ուղղակի կարող ենք գրել 100, որը կնշանակի, որ այս ռեսուրսի ժամավճարը $100 է։ Երբ որ մենք նշանակենք մեր ռեսուրսները մեր առաջադրանքներին, մենք արդեն կտեսնենք, թե ինչպես է բյուջեն այդ առաջադրանքի հաշվարկվելու, կախված standard rate-ից եւ այն քանակի աշխատանքից, որը կատարվելու է այդ առաջադրանքի վրա։ Հիմա եկեք ստեղծենք մյուս երկրորդ ռեսուրսների տեսակները, նորից մենք կարող ենք ընտրել factor-ին, անել աջ կլիկ եւ անել add, մենք ունենք մեր երկրորդ ռեսուրսը, սա կարող է լինել որպես crane, տեսեք այսպես, եւ հիմա նրա labor տեսակը փոխում ենք դնում ենք no labor։ Դուք կտեսնեք, որ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, այսինքն labor-ն ու non-labor-ը աշխատում են շատ նման մեկը մյուսին, նորից դուք կարող եք դրան նշանակել ինչ-որ role, եթե ցանկանում եք, դուք կարող եք փոփոխել նրա default unit time-ը կամ max unit time-ը, նրանք բոլորը աշխատում են նույն ձև ինչ ժամանակների, ինչ labor-ների համար։ Եվ ներքևում նորից մենք կարող ենք փոփոխել max unit time-ը դնել այն օրինակ 15, այսպես, եւ նրա գինը կարող ենք դնել օրինակ $500 որպես ժամավճար։ Եվ վերջի ռեսուրսի տեսակը դա նյութն է, նորից ընտրում ենք factory, անում ենք add, հիմա ստեղծում ենք այստեղ կարող ենք գրել concrete, եւ նրա տեսակը փոխում ենք դնում ենք material, եւ այս դեպքում դուք արդեն կստանաք նամակ P6-ից կամ զգուշացում, որ դուք փորձում եք օգտագործել newt տեսակը, այսինքն դուք փորձում եք փոխել labor-ը դեպի material եւ բնականաբար լինելու են ինչ որ փոփոխություններ, թե ինչպես է գինը հաշվարկվելու եւ ինչպես է նրա քանակը, աշխատանքային քանակը հաշվարկվելու։ Այս դեպքում ասում ենք yes։ Հիմա ամենակարևոր կետերից մեկը նյութերը օգտագործելու, դուք պետք է տաք նրա unit of measure-ը, որը հետո օգտագործվելու է նրա գինը հաշվարկելու համար։ Հիմա տեսեք, այս դեպքում մեզ մոտ դատարկ է unit of measure-ը, մենք չունենք ոչ մի չափման միավոր եւ մեր գինը հաշվարկվում է unit-ներով։ Այսինքն ոչ մի կոնկրետ ինչ-որ չափման միավորով նա չի հաշվարկվում։ Բայց ենթադրենք, եթե մենք աշխատում ենք բետոնի հետ, դա կարող է լինել արդեն մենք աշխատում ենք ծավալներով, մենք գալիս ենք unit of measure, որը տալիս է մեզ այսպես ինչ-որ մի հատ պատուհան, այստեղից մենք կարող ենք ընտրել cubic yards։ Մենք հետո կսովորենք, թե ինչպես ստեղծել նոր չափման միավորներ, բայց այստեղից մենք ընտրում ենք cubic yards, ուղղակի անում ենք երկու կլիկ, եւ տեսեք հիմա մեր գինը արդեն հաշվարկվում է ըստ մեր չափման միավորով։ Default unit time-ը եւ max unit time-ը աշխատում են նույն ձև ինչ մյուս ռեսուրսների համար, եւ հիմա մենք կարող ենք գալ այստեղ ուղղակի փոխել նրա գինը, տալ ենթադրենք 1000 եւ max unit time-ը նույնպես կարող ենք փոխել, օրինակ դնել 500։ Այսպես մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է ստեղծել ռեսուրսներ, ինչ տեսակի ռեսուրսներ դուք կարող եք ստեղծել, որոնց է նրանց տարբերությունը, ինչպես կառավարել է նրանց քանակը, նրանց մաքսիմում քանակը, տալ նրանց օրինակ ժամավճարը եւ ինչու՞ չէ նաեւ կառավարել նրանց դիրքը։ Հիշեք, որ աջ կողմում գտնվող սլակների օգնությամբ դուք կարող եք կառավարել, թե որտեղ է կոնկրետ գտնվում ձեր ռեսուրսը եւ ինչ տեսակի խմբավորումներ կամ քանի խմբավորում եք դուք փորձում ստեղծել։ Հաջորդ դասընթացին մենք արդեն կսովորենք, թե ինչպես նշանակել մեր ռեսուրսները մեր առաջադրանքներին։ Եթե ձեզ դուր են գալիս այս տեսահոլովակները, հետաքրքրում են ձեզ P6-ը կամ Microsoft Project-ը, ապա անպայման դրեք like, թողեք ձեր հաղորդագրությունները կամ գրեք, եթե ունեք ինչ-որ հարցեր իմ սոցիալական կայքերին, կլինի YouTube, Facebook, Telegram կամ LinkedIn, ես մեծ հաճույքով կպատասխանեմ, եւ եթե հետաքրքրված եք անհատական կամ խմբակային դասընթացներով, ապա նորից անպայման գրեք եւ ես կլինեմ կապի մեջ։ Մինչ հաջորդ հանդիպում։